Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին։ Գործարալիքի եթերում կիսալուսնի մայրամուտը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոսյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոսյան։ Բարև ձեզ։ Պակիստան-Հնդկաստան հակամարտությունը կարծես թե լռեց, բայց հետևանքները դեռ մնում են արդիական եւ հատկապես Թուրքիայի համար։ Իհարկե մենք այդ շրջանում չզրուցեցինք այդ թեմայից, բայց քանի որ արդեն հստակ տվյալները կան, թե որքան զբոսաշրջիկ է հնդիկ զբոսաշրջիկ չեղարկել այցը Թուրքիա եւ միլիոնատերեր իրենց հարսանիքները, որ պիտի անցկացնեին Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում, չեղարկել են դրանք նախապատրաստական աշխատանքները, բոյկոտում են հնդիկները նաեւ թուրքական ապրանքը, եւ ես կուզեմ խոսենք այդ հակամարտության հետևանքներից, նախ հասկանանք հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն տուրիստական սեզոն է, այսպես ասած, դա ինչ ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա, հատկապես այդ ապրանքների բոյկոտը եւ ընդհանրապես թուրք-պակիստանյան հարաբերությունների ինչ զարգացումներ ունեն վերջին շրջանում։ Այդ հարցը այնքան բազմաշերտ է, որ հիմա ես չգիտեմ որտեղից սկսեմ նրանից, որ փաստորեն իրենք ազգային բատիվ ազգային գիտակցություն ունեցող ժողովուրդ են, չնայած որ մենք գիտենք, որ Հնդկաստանը այնպես չէ, որ մի ազգություն կա այնտեղ, տարբեր ազգություններ, տարբեր կրոններ եւ այլն, բայց որպես մի ազգային գաղափարի հետևորդներ են այդ մարդիկ, որը իհարկե դժբախտաբար չենք կարող ասել մի խիստ ազգային, այսինքն միադար եղող հայ ժողովրդի մասին։ Տեսնում եք, դեռ Թուրքիան համարյա թե բան չի արել Հնդկաստանի, միայն թե բանը որպես քաղաքական առումով զորավիք է կանգնել բանին Պակիստանին, ուրիշ ոչ մի բան չի արել Թուրքիան, իրենց վրա չի արձակել, հնդիկներին չի մորթել, չի ծեծել, չի կոտորել, սակայն տեսնում եք ինչ են անում, իսկ մեզ մոտ կոտորում են, սպանում են, ցեղասպանում են, ամեն ինչ անում են, ու վերջում մենք ասում ենք, արի թուրքերի հետ ախպերանանք, արևտուրանենք, սահմանը բացենք, ադրբեջանցին հայերը գնանք կան, մեր գերները դեր են, դատվում են դեր։ Սա մի գլխավոր տարբերություն է, շատ կարևոր տարբերություն է, որը ես անպայման ուզում եմ շեշտեմ։ Ամեն մի հայ թող սա տեսնի եւ սովորի թե ազգային բադիվը, նամուսը, գիտակցությունը ոնց է լինում։ Սովորելիք բան ունենք երևի։ Երկրորդը, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև խնդիրը կարծեք թե հանգստացավ այս պահին, սակայն այնտեղ Պակիստանը եւ Աֆղանստանը սկսեցին իրար հետ իհարկե։ Իմիջիալ սա շատ հետաքրքիր է եւ այստեղ երևում է թե ինչ է քաղաքականությունը, որի մասին ես շարունակ փորձում եմ բացատրեմ։ Քաղաքականությունը այնքան բարձ հասարակ չէ, ինչ որ շրջանագի մեջ չէ քաղաքականությունը այնպես է, որ դուք կարող եք տեսնել երկու երկիր, որ իրար կոկորդ են կրծում, սակայն մյուս կողմից իրար հետ համագործակցում են ինչ որ մի հարցում, իրար հետ արևտուր են անում եւ այլն, իսկ մենք դա այդ հարցին նայում ենք ժողովրդի մեծ մասը, ոնց որ ասենք հարևանի հետ վեճ վիճաբանություն ունենալու հարց։ Եթե հարևանի հետ վեճ ունեցա, ամբողջ ընտանիքս իր հետ չի խոսում, ես էլ չեմ խոսում, չեմ բարևում, մենք իրար հետ գործ ունենք, ամեն ինչում եմ թշնամի ենք։ Քաղաքականությունը այդպես չէ, այստեղ երևում է։ Տեսեք, իսլամական Թալիբանը իսլամամետ, այսինքն անգամ մեդել չկար, անցել են արդեն այդ բաները, Թալիբանը, Աֆղանիստանը, իսլամական եւ իսլամամետ բանի Պակիստանի դեմ բայկարում է եւ Հնդկաստանի կողմն է, որ ընդհանրապես իսլամի հետ կապ չունի, ընդհակառակը չէ, Պակիստանը ինչպես եղավ որ դարանջատվեց Հնդկաստանից, Պակիստան չկար առաջ, Պակիստանը Հնդկաստանի մի մասն էր, բայց այն տարածաշրջանում մուսուլմանները շատ էին, իրենք կազմեցին իրենց պետությունը եւ այստեղ Հնդկաստանից էլ մեծ քանակությամբ մուսուլմաններ գնացին Պակիստան եւ մեծ քանակությամբ հնդիկներն էլ փախան այնտեղից եկան Հնդկաստան, չնայած որ այդ տարածքը իրենց տարածքն է, կենսական տարածքներ, այնտեղ ծնվել, մեծացել իրենց ապուպապերը եւ այլն։ Հիմի
տեսնում ենք, որ նորից եմ գրկնում, ոչ մուսուլման, անգամ Պակիստանի դեմ, իսլամիստ Պակիստանի դեմ գրվող, վեճ ունեցող Հնդկաստանի հետ համագործակցում է իսլամիստ Աֆղանստանը։ Հիմա եթե մենք այսպես բարձունակ նայենք, պիտի չլինի այդպիսի բան, սակայն լինում է, ինչի, որովհետև դարբեր շահեր կան, միայն դա չի։ Եվ այդ պատճառով էլ, ասենք, դարբեր շահերի պատճառով, քանի տարի առաջ էր, հիշող գիշի, Ադրբեջանը մերժեց ճանաչել Կիպրոսի թուրքական մասը։ Այո։ Ինչի, որովհետև իր շահերի չէր բխում, եթե ինքը այդ բանը ճանաչեր, կասեն, բա դու էլ պիտի այն ժամանակ ընդունես հայկական Արցախը, չէ՞։ Դրա համար չճանաչեց, թուրքական շահերին դեմ գնաց։ Եվ սա քաղաքականություն է, նորից եմ շեշտում, եւ թող բոլորը հասկանան, սա է քաղաքականությունը։ Իհարկե նկա նաեւ դիվանագիտություն, դրան չեն անդրադառնում։ Այո, այսօր հիմա խնդիրը գնում է բանը Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ, Պակիստանը, այսպես ասած, երկու կրակի արանքը մնացի մի։ Բավականին դժվարացավ իր վիճակը։ Իհարկե Պակիստանն էլ աջակցություն է փնտրում ուրիշ կողմերում, այն կողմերում, որոնց ինքը ժամանակին աջակցել էր, ասենք Ադրբեջան եւ Թուրքիա։ Մենք տեսանք Լաչինի այդ դեպքը, երբ որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ղեկավարները հավաքվեցին այնտեղ եւ իրար գովեցին, իրար մասին լավ խոսքեր ասեցին, ջերմկախառնվեցին։ Այո, եւ այս երեք պետությունները արդեն վաղուց իրար հետ համագործակցում են։ Արդեն Թուրքիան եւ Պակիստանը իրար հետ համագործակցում էին, միշտ Պակիստանը զորավիք էր կանգնում Թուրքիային, որպես իսլամական պետություն, մեծ եղբայր, արդեն սրան միացավ հիմա Ադրբեջանը 44 օրվա պատերազմի ժամանակ էլ մենք գիտենք թե ինչեր կատարվեցին Պակիստանից հատուկ զորախմբեր եկան գրվեցին մեր զինվորների դեմ։ Եվ սա այս երրորդությունը բավականին վտանգավոր է մեզ համար, որովհետև թշնամիները նախ ավելանում են։ Չնայած գերմանացին ասում է շատ թշնամի, շատ բադիվ, սակայն շատ թշնամի այո, բան չէ։ Նաև գերմանացիները մի ուրիշ խոսք ունեն, ասում է բանը շատ շները նապաստակի մահն են։ Այո։ Հիմա մենք այդ նապաստակի դիրքում ենք, մանավանդ այս 44 օրվա պատերազմից հետո եւ այս կառավարությունով, այդ պատճառով մեզ համար շատ ավելի վտանգավոր է դառնում այդ երեքի համագործակցություն եւ տեսնում ենք, որ այստեղ Պակիստանը այս տարածաշրջան մտնում է։ Այսինքն լավ, ինչ որ այցելությունով է մտնում, սիրուն խոսքերով է մտնում, այո, ինչ որ ներկայություն է դե պատրաստումով մտավ նաև, դա իր հերթին, սակայն քաղաքական առումով եւ դիվանագիտական առումով է մտնում է այս տարածաշրջան եւ զորավիք է կանգնում այդ երկու մեր թշնամի պետություններին եւ նաև մեր դեմ իհարկե, դա շատ վատ, շատ վտանգավոր երևույթ է։ Սա պետք է ըմբռնենք։ Դրա համար ես միշտ ասում եմ, մենք պետք է մեր բանը, մեր կողմը իմանանք, մեր դիրքը իմանանք։ Ում հետ պիտի համագործակցենք, ում հետ պիտի չհամագործակցենք, որովհետև քաղաքականությունը սա մի շատ բարձ բացատրություն ունի նաև, եթե շահերի համընկնում կա եւ շահերի հակադրում կա։ Ում հետ շահերի համընկնում ունես նրա հետ պիտի համագործակցես, օրինակ Հնդկաստանը մեզ համար, այո, այդ ուժն է, Իրանը մեզ համար դա է, եւ ինչքան էլ որ շատերը հիմա ինձ կմեղադրեն Ռուսաստանը ամենագլխավորն է, մյուս կողմից հետաքրքիր է մենք օրինակ այս երեք թե արդյոք հարցակում եղավ Ռուսաստանի վրա եւ օթակայանների վրա եւ այդ օթոնավները խփվեցին եւ այլն, նայում եմ որ Facebook-յան դիրույթում հայերը, ասենք ինչ որ մի մասսա, ասենք, շատ ուրախ գովերքում են եւ այլն գեցե Ուկրաինա բան։ Ինչի մասին եք խոսում ժողովուրդ։ Այսինքն դուք շարունակ ցեղասպանվելուց հաճույք եք զգում։ Այսինքն դուք այնպիսի վիճակ է որ այն բանը կա չէ, անեկդոտը կա, որ մենք բռնաբարվելուց հաճույք ենք զգում արդեն։ Մենք ուզում ենք բռնաբարվենք։ Դեսեք մեզ բռնաբարել են, մենք կնում ենք այդ բռնաբարողի մոտ, մենք կնանք իր հետ ընկերանանք ասում ենք, բայց չէ որ Ուկրաինան այն պետությունն է, որը 90-ականից
90-ական այդ 90-ից ի վեր բանի Ադրբեջանի գոմն է եղել, Ադրբեջանին օգնել է ամեն տեսակետով, զենք զինամթերքը նորոգել են, զենք զինամթերք տվել է, անգամ ուկրաինացիներ են գրվել բանի կողմից, Ադրբեջանի կողմից եւ միշտ հակահայկական դիրք է ունեցել եւ հիմի դուք պաշտպանում եք Ուկրաինային, Ռուսաստանի դեմ, որը իր բոլոր սխալներով հանդերձ մեր բանն է եղել, այսքան տարի մեր պաշտպանն է եղել եւ մեր սահմանի վրա դեռ ռուս զինվորն է կանգնած չմոռանանք Թուրքի դեմ եւ հիմի արդեն այնպիսի բաներ են մտցնում մեր մեջ թե գաղափարներ ռուսին որը կգնա մենք կարանք պաշտպանենք հետո ինչ եղել որ թուրքը մեր բարեկամն է եւ այն точно 100 տարի առաջ եղածը եւ որ թուրքը հարձակվում էր Հայաստանի վրա ասում են չգրակեք թուրքին որի վրա նրանք արդեն այն թուրքը չեն սրանք բոլշևիկ թուրքեր են մեզ այդ բարեկամ են գալիս են մեզ փրկելու ու թուրքերը եկան նորից կոտորեցին այս անգամ նաեւ արևմտա Հայաստանում հատկապես Գյումրիի դեպքերը շատ նշանավոր Ղարսի եւ Գյումրիի դեպքերը սա է մեր վիճակը այսօր եւ մենք ինչ որ բաներից ի վերջո պետք է դասեր քաղենք այո այստեղ նորից մի ուրիշ գետ կա որ այդ զբոսաշրջության խնդիրը որը շատ կարեւոր է այո դե որ հնդիկները բազմականակ են այսօր աշխարհի ամենամեծ պետությունն է քանակության առումով եթե հնդիկները շատ սիրով գնում էին Թուրքիա եւ այսօր միանգամից չգնան իհարկե թուրքական բանը զբոսաշրջությունը շատ ազդվելու է դրանով եւ ինչպես որ դուք ասեցիք եթե հարուստները իմիջիայլոց հարուստ հնդիկներ լավ էլ հարուստներ են եւ լավ էլ փողեր են ծախսում այդպիսի բաներում հատկապես հարսանիք եւ այն Անտալիայում հարսանիք անել չէ վայ եւ այդ փողերն էլ այլևս չկա զբոսաշրջությունը շատ մեծ հարված է ստանում արդեն ստացել էր եվրոպացիները արդեն չէին գալիս Թուրքիա քանի տարի է հիմա հնդիկներն էլ եթե չգնան շատ մեծ հարված կստանա այո Թուրքիայի տնտեսությունը մի հարված եւս կստանա եւ դա են ուզում անեն հնդիկները իսկ մենք ինչ էինք անում նորից կանք մեր ոչխարներին այն ժամանակ երբ որ Հայաստանը պատրաստի մեջ էր Ադրբեջանի հետ Թուրքիան էլ զորավիք էր կանգնում հենց ղեկավար անձեր, այսինքն ղեկավար չեմ ասում պրեզիդենտ, վարչապետ եւ այլն, սակայն ասենք ավելի ներքևներում անգամ ինչ որ քաղաքապետարանի աշխատողներ եւ այլն, իրենց արձակուրդները միշտ անցկացնում էին Անտալիայում, իրենց ամենասիրած տեղն էր։ Ես կարամ վկայել դրա մասին։ Եվ վկաներ էլ կարամ բերեմ։ Ու տարբերությունը տեսնում եք էլի հայի եւ հնդիկի միջև այո հնդիկները բայց ոչ միայն կամ Հնդկաստանը ասենք ոչ միայն այդ առումով են Թուրքիային հարվածում ինչ որ դրա համար որ Թուրքիան զորավիք կանգնեց բանին Պակիստանին ասեց Պակիստանը իրավացի է միայն դրա համար եւ նաեւ թուրքական ապրանքներ այլևս չեն առնում ինչ են թուրքական ապրանքներ բարձվում է որ Թուրքիայից լիքը գյուղատնտեսական ապրանքներ էին առնում եւ հատկապես խնձոր տեսեք շատ հետաքրքիր է Հնդկաստանը այնպիսի բնություն ունի որ ամեն ինչ աճում է տրոպիկ բաներ են աճում այնտեղ ասենք կոկոսը անանասը մանգոն եւ այլն այդպիսի բաներ կամ բանանը եւ այնքան էժան են ծրի փողերով կոպեկներով կարող եք դա առնեք ամբողջ օրը ուտեք սակայն ամենաթանկը գիտեք ինչ է ամենահարկի միրգը խնձոր չկա, որովհետև խնձորը այդ տաք կլիմայում չի աճում, այ մեր կլիմայում է աճում, մեզի ամենը շատ լավ եւ իմ ընկերս պատմել էր, որ ինքը այնտեղ բժշկություն էր արել, ամբողջ օրը այդպես մանգոներ, բաներ ուտում էինք ասում է, բայց ամենահարկին խնձոր չես գտնում։ Եվ եթե մեկի հյուրության ես գնում եւ խնձոր ես տարել, ասում են, վայ, խնձոր են բերել մեզ, խնձոր են բերել։ Եվ Թուրքիայից մեծ քանակությամբ, հազարներով տոննաներով խնձոր են ներմուծում Հնդկաստան։ Հիմա կտրել են։
Իմի ոչ մի բան չեն առնում, ոչ միայն սպոսաշրջություն, այլ նաև ապրանք չեն առնում եւ դա անում է հասարակ ժողովուրդը, հասարակ մարդը եւ արևտրականը։ Իմի ընդհանրապես ասում եմ, որ արևտրականը, արևտուրը ազգություն չի ճանաչում, այո, մեր բարակայում դա մենք շատ լավ տեսնում ենք, սակայն այս բարակայում տեսնում ենք, որ հնդիկները այդ առումով էլ առաջատար են բադվի արումով, հենց արևտրականները, խանութ-բանները առաջինը, որովհետև սա այսօրվա խնդիր չէ արդեն, ասեմ արդեն մի երկու շաբաթ է շարունակվում է, հենց արևտրականները, հենց խանութները հայտարարել էին, որ իրենք չեն վաճառելու թուրքական միրգ եւ չեն էլ առնելու այլևս։ Այսինքն այն մրգերն էլ որ բերել էին երկիր, դրանք սա մնացին։ Դերևի թափում են հիմա այդ մրգերը, ներմուծողը շատ մեծ վնաս ունեցավ, սակայն այլևս չեն դնում։ Ոչ թե հաջախորդը չի առնում, ոչ միայն հաջախորդը չի առնում, այլ խանութ-բանը չի վաճառում, իսկ ես հիշում եմ, որ մի ժամանակ մեր խանութներում վաճառվում էր ադրբեջանական դետր, դպրոցի դետր, որի հետևում ադրբեջանական ազգային օրհներգներ գրված այնտեղ։ Մի ընթացքել չէ, հատկապես պատերազմական ժամանակահատվածում, երբ որ այդ ազդեցությունը նոր էր, մենք էլ բոյկոտեցինք, բայց հագուստը հատկապես թուրքական, գնում էին հիմնականում հայկական հագուստ, հայկական ապրանքներ, բայց հետո շատ արագ այդ ազդեցությունը վերացավ ու նորից ամեն ինչ իր հունով այդպիսի կոչ կար, եղել է տարբեր ժամանակներում այդպիսի կոչ եղել է եւ մարդիկ կային, որ բարդանում էին, որ թուրքական հագուստ չեն հագնում եւ այլն, սակայն տեսնում եք, որ խնդիրը այդպես չէ եւ ժողովրդի մեծ մասը 99% մինիմում այն էլ 99% շատ լավ օգտվում է թուրքական ապրանքներից, ոչ միայն հագուստից, այլ մեր միշինանյութերը օրինակ թուրքերից են գալիս եւ այստեղ դակիր է մեր քթի տակ մի երկրորդ ուրիշ պետություն կա նույնքան մեծ իմ թվով էլ նույնքան դարածքով էլ գուցե նաեւ ավելի մեծ քան Թուրքիա եւ տնտեսությունով էլ ինքնաբավ ինչի որովհետեւ ջնշումների տակ է Եվրոպայից Ամերիկայից եւ այլն ինչպես այսօր Ռուսաստանը սակայն ինքը կարողանում է ամեն ինչով յոլա գնա, լավ էլ ապրում են այդ ժողովուրդը, միայն խնդիր ունեն, ասենք թանկացում կա, թանկության խնդիր կա, այդ թանկության խնդիրն այսպես, գիտեք, այնքան էժան է եղել այնտեղ կյանքը, ես լավ գիտեմ, որ ամեն տարի ես գնացել եմ, հատկապես բենզինը, կոպեկները, այսինքն ջուրը ավելի թանկ էր, քան բենզինը, օրինակ իրենց մոտ էլ գազ կար, սակայն ոչ մեկը իր մեքենայում գազի բալոն չէր դնում։ Իմիջիայլոց գազը սենց էր, մի անգամ վճարում եք, մի փոքր գումար, մի քանի կոպեկ, ասենք մեր փողով մի 2-3 հազար դրամ վճարում եք եւ ամբողջ ամիս լցնում եք։ Այդ ամբողջ ամսվա համար է, ինչքան ուզում եք լցեք, բայց ոչ մեկը չէր դնում։ Այսինքն ձրի ես երթևեկում, ոչ մեկը չէր դնում, ինչի, որովհետեւ բենզինը այնքան էժան էր, որ կարիք չկար։ Այստեղի մեր 2-3 լիտր բենզինի փողով մի ամբողջ պակ էին դեցնում մարդիկ։ Հիմա դա գամած թանկանում է, այսինքն բենզինը թանկացել է, դոլարը թանկանում է եւ այն դրա համար իրենց համար դա շատ մեծ հարված է այդ էժանությունից հիմա մի քիչ թանկա էլի բենզինը մեր գներով չէ այսօր ասենք ժամանակին 3 լիտրի փողով մի բակ էին լեցնում այսօր կարող է 6 լիտրի փողով մի բակ են լեցնում բայց 100% տարբերություն կա իրենց համար դրա համար իրենց համար իրենք մտածում են որ վիճակը շատ վատ է իհարկե դա այդպես ուղղնայինք իհարկե ժողովրդի վիճակը վատանում է որովհետև այնպես չէ որ համեմատաբար նաև իր աշխատավարձն է բարձրանում դա է խնդիրը այդ պատճառով փոքր մարդիկ դուժում են իհարկե այդ խնդրով սակայն այնտեղ գա մի երկիր որը նույն բաները կան գոյություն ունեն արտադրվում ինչ Թուրքիայում կա ես զարմանում եմ մեր արևտրականները ինչի այնտեղ չեն գնում եւ այնտեղից են առնում այդ ամեն ինչ որ պետք է քան գնում են Թուրքիա հա կարող է ասել որ Թուրքիայի որակը ավելի բարձր է ավելի տեսականի ունեն եւ այլն ճիշտ է մասամբ ճիշտ է իհարկե օրինակ հագուստի առումով այո Թուրքիան այդ առումով զարգացած է որովհետեւ ուղղակի Եվրոպայի հետ է աշխատում Թուրքիան նրանք զարգացան այդ առումով սակայն մնացածի առումով շատ էլ լավ կարող են Պարսկաստանի հետ, Իրանի հետ համագործակցեն, այնտեղից ապրանքներ բերեն, սակայն այն բանը, այսպես ասած, ջամբրուկային արևդրից բացի
մենք արևտուր, լուրջ արևտուր չենք տեսնում Իրանի հետ։ Հա, այստեղ իհարկե խնդիրը միայն արևտուր անողների մեջ չի, որովհետև իրենք արդեն սովոր են Թուրքիա գնալ, այնտեղ գաբեր ունեն եւ այլն, անգամ այնպես է եղած, որ արդեն սովորած են այդ բանին, գնում են մի ավտոբուսով 2-3 օր հետո նորից վերադառնում են, որ այդ 2 օրվա մեջ կարողանում են իրենց գործերը անել, գիտեն որովհետև որտեղից ինչ պիտի վերցնեն, ումից պիտի վերցնեն, այդ խնդիրները շատ բարձրացված է։ Հիմա այստեղ նոր շուկա բացել եւ այլն։ Իհարկե Չինաստանի հետ մի ժամանակ եղավ, հիմա դեռ շարունակվում է մասամբ, բայց այն թափը չունի, որովհետև Չինաստանը բավականին հեռու է եւ իր խնդիրներ ունի իհարկե։ Չինաստանի հետ եղավ այն բան առումով, որ Չինաստանի ապրանքը շատ էժան էր։ Այսինքն, եթե Թուրքիայում մի բանի համար 100 դրամ էին տալիս, այստեղ 20 դրամ էին տալիս մաքսիմում այն էլ։ Այդ պատճառով փորձեցին, իսկ Իրանի խնդիրը այդքան չէ, այդքան մեծ տարբերություն չունի, բայց ասեմ, ելի Իրանի ապրանքը ավելի էժան է, քան Թուրքիայինը։ Իսկ օրինակ շինանյութը, որը երկրորդ մեծ քանակն է կազմում շորերի ցակուսներից հետո Թուրքիայից բերված ապրանքների, շինանյութը Բարսկաստանում արտադրվում է եւ լավ էլ որակավոր շինանյութեր կան։ Հա, ինչը անունը թուրքական չէ, անուն է անեն արդեն Թուրքիան, հատկապես հայերի մոտ, դա է խնդիրը։ Ինչպես որ ասենք մի ժամանակ հայկական կոշիկը սովետական ժամանակ ճանաչված է Ռուսաստանում, հետո սովետական միություն քանդվելուց հետո էլի իրենք մեծ քանակությամբ հայկական կոշիկ էին առնում, որովհետև այդ բանը կար, գաղափարը կար, իսկ Հայաստանում ահագին մեծ քանակությամբ մարդիկ այ կոշիկ սարքելու կոշկակար դարձան, կոշկի ցեխեր դրեցին ու շատ մեծ փողեր աշխատեցին այդ առումը։ Սակայն քանի որ որակը գցեցին, հետո այդ հայկական կոշիկի միֆը գորավ։ Հիմի թուրքական ապրանքի միֆը կա Հայաստանում։ Այո, եթե թուրքական է, ուրեմն որակյալ է։ Այո, եթե թուրքական է, որակավոր է, ինչ էլ ուզում է լինի, անգամ եթե որակավոր չլինի, ոչինչ։ Իսկ իմիջիայլոց ասեմ, որ ինչ էլ որ բերում են, երկրորդ սորտի ապրանքներն են ամենակիչը, հատկապես ասենք շորերն էլ այդպես են, իմիջիայլոց այդ շորերը այն որ Հայաստան են բերում, դա Եվրոպա չի կարա ծախես, չի գնա այնտեղ, բայց Հայաստան բերում են, հայերը լավ էլ սիրուն հագնում են այդ բաները, մնացած ապրանքներն էլ, օրինակ բաներ ուրիշ բաները աբակեղեն են բերում կամ պորցելան եւ այդ բաները, նրանք բոլորն էլ բրակ ապրանքներ են։ Իհարկե բրակ ապրանքները դեռ մի քանի տեսակ ունեն, այդ էլ բացատրեմ, կան բրակներ, որ շատ թեթև են, բայց այնուամենայնիվ որպես լավ ապրանք չի դրվի, որովհետև այդ մարդը իր որակը գցի։ Կարելի է ինչ որ մի քիչ բան անել, մակրո ռետուշ անել, այսպես ասած, ու չի երևա այդ բանը, բայց արդեն դա առաջի սորտի չէ, դա երկրորդ սորտն է, այդ ապրանքները բերում են իրենք։ Կան բաներ, որ թեթև երևում է վրան, բայց մերոնք բանի տեղ չեն դնում, մեկը էժան առնում է ինքը այդ ապրանքը, դրա համար բանի տեղ չեն դնում։ Հաջախորդն էլ դա տեսնում է ինչ որ բան, բայց այնտեղ չի դնում, որովհետև էժան է արել։ Այսինքն այսպես բրակ ապրանքներ են բերում Թուրքիայից, ոչ թե որակավոր ապրանքներ։ Այսինքն որակավոր ապրանքը չի մտնում Հայաստան, կարելի ասել ընդհանրապես, ոչ շորի տեսքով, ոչ ուրիշ բաների տեսքով, ոչ էլ շինանյութի տեսքով։ Այն որ օրինակ մի մարկա կար, լավ հիմա ես անունը չասեմ, կարող է ասեմ ռեկլամ ես անում եւ մի մարկա կար, որ շատ էր այստեղ վաճառվում ներք եւ լակ օրինակ, ես այդ ֆիրմային գիտեմ, ֆիրմայի դիրոջը գիտեմ եւ այն այդ մարդը լացում էր, ասում էր հայերը իմ որակը գցել են, որովհետեւ հիմա մեկը առնում է, հիմա մյուսն էլ է ուզում առնե, գալիս է ասում է ես ուզում եմ ավելի էժան, ասում է ավելի էժան չեմ կարաս պատրաստեմ, ոչինչ ասում է դու որակը մի քիչ գցե, մեջը ուրիշ բաներ լից, բայց ինձ այդ գնով դուր։ Այս մարդները անում էր, հետո երրորդը գալիս ավելի էժան է ուզում, այդ մարդը լացում էր ուղղակի, որ հայերը իմ անունս գցեցին, ասում է, ինչի, որովհետև ինչ որ ժամանակ հետո արդեն որակավոր ներքն էլ բերեցին ու երբ որ գնունի շուկա գնում էիք, Երևանի գնունի շուկա,
ասում էին, այս էժանն է, բայց որակը այնքան լավ չէ, այդ խեղճ մարդու ապրանքը, այս ավելի որակավոր է, բայց թանկ է ասում էին։ Բայց այնինչ այդ մարդը որակավոր ապրանք էլ ունի, բայց հայերը չեն առնում այդ որակավոր ապրանքը, այդ որակը գցեցին, անունը գցեցին այդ խեղճ մարդու։ Սա է, այսինքն ինչ էլ բերվում է Թուրքիայից, ընդհանրապես որակավոր չէ, բայց միֆ է ստեղծվել, որ թուրքական ապրանքը որակավոր է, բայց ասում եմ, բացի շորերից, որովհետև այդ նորարարության այդ բանը չունեն բաները, իրանցիները, բացի շորերից մնացածը շատ լավ, շատ որակավոր ապրանքներ կան եւ սարքում են, ամեն ինչ կա այնտեղ կարող ենք անեն, բայց չեն կանում։ Ինչի՞։ Առաջինը իհարկե այդ արևդրականը սովոր չէ եւ չի ուզում փոխի, եւ երկրորդը մեր պետությունը ինչ է։ Պետությունը մեր արևդրի նախարարություն ինչի կա ընդհանրապես, ինչի կա, որ վերահսկի այդ ոլորտը։ Այդ է խնդիրը։ Արևդրի նախարարությունը, այսինքն ինքը պիտի արևդուր չանի, իր բարդականություն չէ գործարան հիմնել, չգիտես ինչ անել արևդուրան է, բայց ինքը վերահսկի ոլորտը, ասենք հեշտացնի իր քաղաքացիների արևդուրի այդ բաները ներմուծելը, արտահանելը եւ այլն, եւ ինքը պիտի նայի որտեղից ներմուծեն։ Իսկ եթե քաղաքական խնդիր կա, պիտի այնպես անի, որ կամ ասենք թուրքերը բարձրացնե, հարկերը, բանը, մաքսը բարձրացնե եւ չթողնի կամ ներքին արդարությունը զորացնելու համար դա անում են, ամբողջ աշխարհն է անում, մենք չենք անում, մենք ազատ ենք թողել, որ մեր թշնամիներին զորացնենք, օրեկան, չգիտեմ, քանի 100 բան է, բեռնատար է մտնում Թուրքիայից Հայաստան, եւ ամեն մեկը 20 տոննանոց պատկերացրեք։ Շնորհակալություն պարոն Լոքմագյոզյան հետաքրքիր տեղեկատվության ու զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք լսում կամ դիտում եք Կիսալուսնի մայրամուտ հաղորդումը, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։